Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթացք։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև գույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի գույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան կաշկշեն։ Դոլարային միլիարդատերեք, այս ամեն ինչը որ տեղի ունեն, այդ միլիարդավոր դրամները ձեզանից որ մեկ բռնագանձեն, ձեր վարկանիշը որպես դոլարային միլիարդատեր կիչնի, Forbes-ում կամ վարկանիշը որպես միլիարդատեր չի իջնի, բայց իմ ռեպուտացիան կիչնի։ Դա համար չեն կարող բռնագանձել։ Բայց տեսեք Սարոկյանի Քանի որ ապօրինի է։ Բացարձակ ապօրինի է։ Բայց միևնույն է, թեկուզ ապօրի ձևով եթե բռնագանձեցին, ձեր հաշիվները պակասելու են, չէ՞, ձեր ունեցվածքը նվազելու է, պարոն Կարապետյան։ Մենք էլի կավելացնենք, այդ շնորհքում ենք։ Այդ Սարոկյանի մասով ինչ կարող եք ասել, Սարոկյանին տանում է սնանկացման, երբեք խլում է այդ բիզնեսները, ոնց որտեղ նաև ձեր այդ զուգահեռ համ ձերը համ Ոչ մի բանը չեք կարող անել, ոչ Սարոկյանին, ոչ ինձ։ Իրենք ինչ-որ բաներ կառավարեն։ Դե հեծը խլեցին։ Հələ պիտի մարսեն, խլելը խոմի քայլ անելը։ Լավ Ռոմանոս Պետրոսյանն լավ է մարսում։ Բայց մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, հələ մյուսները չեն մարսում։ Գոնե դուք անկեղծ կասեք, դուք իրեն ինչքան աշխատավարձ եք տալիս, ինքը չի ասում։ Ես չգիտեմ, ինքն է իրան աշխատավարձ նշանակել ու տալիս։ Ինչքան է 5 միլիոն է, ճիշտ է։ Ես չգիտեմ, հասունության չգիտեմ։ ԿՊ-ն կոչանում ազգային ժողովում բարեկիրթ լինել միմյանց հանդեպ լուպիասվով ըստ նկատում եք բարեկիրթություն։ Ընդհանուր բացառությամբ մի հոգու ոչինչ, դեռ ոչինչ։ Շախովեն տարունի։ Չգիտեմ։ Մի հոգու կարող դերի մեջ է մտել, չի հասկանում, որ շատ լուրջ սխալ ունի։ Բոլորը ամեն ինչի համար պատասխան են տալու։